մեծարգո պարոն վարչապետ, խնդրում եմ ուշադրություն դարձրեք Ռուսաստանաբնակ մեր հայրենակցի այս բողոքին, որը կապված է Հայաստանի Հանրապետության տարածքում բնակարան գնելու կապակցությամբ։ Արև բոլորին։ Գևոր ջան, ախպեր, պատկերացնում ես, այսօր եկել ենք ուզում ենք Հայաստան տուն առնենք, մեր աշխատած փողով դրսից եկել ենք, մեզ ասում են, որ փող ես աշխատել, եկել ես տուն ես ուզում առնես։ Բայց ասենք առավոտից իրիկուն խոսում են ներգաղթից, հայրենիք մի գնացեք, եկեք, այ ախպեր, պետությունից ոչ մի բան չես ուզում, փողը դրսում աշխատել ես, հիմա ասում է թուղթ բեր, այ ախպեր, նվեր են տվել, նվեր եմ ստացել, դուրսը թալանել եմ, քեզի ինչ որ ես թուղթ բերեմ, թե փող ինձ որտեղից։ Ուրիշ բան որ Հայաստանում, հե? Կադաստրն ասել, որ կառույցն ասել։ Ապեր չէ, կառուցապատողից ենք ձեռք բերում, ասենք քաշ փողով պետքա դնես այդ գումարը հաշվի համարին, որ իրանք չերես հաշվի համարին գործեկա, բանկը առանց թույլտվության կալանքա դնում քո միջոցի վրա, ասում է բեր թե չէ ապօրինի ծագման է համարվում։ Ну, եթե չես բերում ծագումնա բանությունը գումարի, ուրեմն ինքը ապօրինի ծագում ունի այդ գումարը։ Քեզ որտեղից այդքան գումար, այ ախպեր դուրսն եմ եղել, ունեմ, քեզ ինչ որտեղից։ Գտել եմ, դուրսը ասենք գտել եմ այդ գումարը, քեզ ինչ։ Հայաստանի տարածքից դուրս գտել եմ այդ գումարը, քեզ ինչ։ Ասենց օրենք ախպեր աշխարհում չես գտնի, Գևոր ջան, այս վերջն էր։ Հետո այդ պայմաններում ասենք մարդկանց մենք ասում ենք թե եկեք Հայաստան, չգիտեմ երեխա ունեցեք, Հայաստանում ապրեք, ձեր գումարը Հայաստանում ներդրեք, ումա պետք գա իրա փողը մի հատ էլ ներկայացնի թե տարիներով որտեղից այդ գումարը։ Աշխատել են որտեղից, ով չգիտի դուրսը հայությունը աշխատում է, տարիների ընթացքում մի բան հավաքում է, մի բան ստեղծում է։ Հիմա դրա համար է նորից պետքա թուղթ ճարենք բերենք, որ Փաշինյանը իմանա ինչ։ Փաստաթղթ թղթավորված է, էլի ուզում է, ասենք որ թվին որտեղ ես աշխատել, չգիտեմ, կարող է հարցումել են անում, ասենք Ռուսաստանի դաշտություն հետաքրքրվեն դու իրոք այդտեղ աշխատել ես, ես չգիտեմ ինչ եմ պահանջում, այսօր մենք իմացանք, որ այտենց խնդիր է, էլի առաջացե, հիմա այդ փուլում ենք, բայց տեսա մի քիչ է որ զզվեմ, արդեն հոգնենք այդ պրոցեդուրայից, կարող է պիտի խնդրենք, որ մեզ թողեն մենք մեր փողը ծախսենք, ուրիշ տեղ կառնենք։ Այս չխայտարակության մասին ես խոսում, ես չեմ հասկանում։ Ինձ ասել են, որ սեփական տուն ենք ուզում գյուղում սարքենք, Ամասիայի շրջանից էլ ոնց որ։ Ասма թույլտվություն չեն տալիս, բան։ Տոլի ասես հատակագծի համար մեծ փող են ուզել, մնացել ենք ասма հողը առել ենք, մնացել հողի մեջտեղը նստած։ Իմ հետևում Չէ, էսի մենք պատրաստ ենք առնում, ոչ սարքում ենք, ոչ է, կառուցապատողից բազմաբնակարանային շենքից ասենք ձեռք ես բերում, ուղղակի քանի որ գումարը ասենք եկել ես 20 միլիոնա 30 միլիոն դրամ նստածում ես քո հաշվի համարին, բանկը քեզանից թուղթ է պահանջում հաշվետվություն, թե որտեղից քեզ այդ գույքը։ Մարդուն ներկայացնես, որ դուրսն եմ ապրել, գտել եմ եղբայր դրսից, ասենք, հենա, նայեք, որ ես ասենք 10 տարի դու Ռուսաստան եմ ապրում, գտել եմ այդ գումարը, քեզ ինչ որտեղից։ Ես ընդեղ եմ ապրում, ասենք, ընդեղ եմ աշխատել, ընդեղ եմ ստեղծել, ասենք, ինչ թալանի մասին է խոսքը։ Կարող է այդտեղ պետական պաշտոն եմ ունեցել, կարող է, ասենք, չգիտեմ, բիզնեսով եմ զբաղվել, որ թալանել եմ, ասենք, ինչ հարց ես տալիս, էլի։ Չէ, դա ընկնում է դրա տակ։ Վերջում ուզում եմ խնդրել մեր հայրենակիցներին, եթե դուք եւս առնչվել եք նույնատիպ խնդիրների, եթե ձեզ նույնպես արհեստական խոչընդոտներ են ստեղծել կամ բարդացրել են ձեր խնդրի լուծումը, մեկնաբանությունների բաժնում գրեք, միգուցե կդիտարկեն մարդիկ եւ հետեւություն կանեն, կհասկանան, որ կա իսկապես խնդիր։ Նմանատիպ խնդիրներ ինձ շատ են գրել են, որ սեփական հողամասում զուգարան սարքելու համար տուգանել են, պատշգամբը մի փոքրիկ առաջ տալու համար սեփական տան վրա, որը չի խոչընդոտել ոչ Արևանի, ոչ ընդհանրապես որևէ քաղաքացու, դրա համար եւս տուգանել են։ Այնինչ կարային գային օրինականացնեն եւ վերջ։ Իսկ տուգանքը միգուցե կարելի է ընդամենը 5000-10000 դրամով ավարտել, սակայն տուգանքի արժեքը հասել է մինչեւ 500,000 դրամի եւ ավելին։ Լավ մնացեք, բոլորիդ հաջողություն։